2026 թվականի առաջին եռամսյակում ունենք 3.95 կամ 4% տնտեսական աճ, որը առաջին հայացքից լավ ցուցանիշ է, սակայն եթե ավելի մանրամասն նայենք, ապա տեսնում ենք խնդիրներ։ Առաջին հերթին այն, որ աճը դանդաղում է։ Եվ եթե համեմատենք նախորդ տարիների հետ, երբ որ 23 թվականի առաջին եռամսյակում ունենք 12.4% տնտեսական աճ, 24 թվականի առաջին եռամսյակում 7, 25-ի 5.4 եւ այս տարվա ցուցանիշը 4, հստակ երևում որ կա աճի դանդաղում։ Պետք է հասկանալ, որ Հայաստանում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել դրսից եկած ազդակներով, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, օրինակ 2022 թվականի տնտեսական աճի կեսը պայմանավորված է եղել Ռուսաստանից եկած կապիտալի եւ աշխատուժի արտասովը, որոնք անմիջապես ազդել են ֆինանսական կամ բանկային եւ ՏՏ ոլորտների զգալի աճի վրա։ Այս տարի պատկերը 2024 թվականին 2026 թվականի առաջին եռամսյակին հետևյալն է։ Ուրեմն 4%-ում առաջին հայացքից 4% դրական է եւ տեսնում ենք, որ դրական շարժեր կա, օրինակ հանքարդյունաբերություն անցած տարի գրանցված 11% անկումից այս պահին 35% աճ է գրանցել։ Շինարարությունը նույնպես անցած տարվա 14%-ի համեմատ մոտավորապես 21% աճ է գրանցել այս տարի։ Նույնն էլ արդյունաբերությունը, երբ անցած տարի 22% անկում էր, այս տարի դրական 3-4% աճ կա։ Սակայն տնտեսության հիմնական շարժիչը ֆինանսական հատվածն, այսինքն բանկային հատվածն է, բավականին մեծ անկում է արձանագրել։ Եթե համեմատենք անցած տարի եւ անցած տարիների ընթացքում, երբ որ բավականին մեծ աճ են արձանագրել, անցած տարվա առաջին եռամսյակում աճը կազմում էր 27%, այս տարվա առաջին եռամսյակում անկում ունենք 13%-ով։ Այսինքն եւ ընդհանուր առմամբ 4% գնաճին բացասական է նպաստել 1%-ային կետով, այսինքն եթե ֆինանսական ոլորտը անկում չարձանագրեր, սրական լիներ, մենք ունենայինք ոչ թե 4% տնտեսական աճ, այլ 5% տնտեսական աճ առաջին եռամսյակում։ Հիմնականում աճը պայմանավորված է եղել, եթե նպաստումներով նայենք, շինարարությունով եւ հանքարդյունաբերությունով։ Սակայն քանի որ հիմնականում անկումը անդրադարձել է բանկային ոլորտին կամ ֆինանսական ոլորտին, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է, եւ հիմնականում ինքն է բաշխում տնտեսական աճ, այսինքն հետեւյալ ձևով աշխատում է տնտեսությունը դրսից կապիտալը գալիս է Հայաստանի Հանրապետություն բանկային համակարգ, որը շղթայաճ է, անդրադառնում այլ ճյուղերի վրա, շինարարություն, անշարժ գույք, ապահովում են հիմնական աճը։ Այս պահին, որ բանկային հատվածի աճը բացասական է, սա շղթայաձև կարող է անդրադառնալ այդ տնտեսական ցուցանիշների, տնտեսական ճյուղերի վրա, հատկապես շինարարության եւ ծառայությունների, եւ այս անկումը աճի կարող է խորանալ։ Ռուսաստանից սահմանափակումները ինչքան էլ դրանք տևեն, ըստ էության կազդեն չէ տնտեսության վրա։ Հա, դրա մասին էլ եմ գրել, ուրեմն մարտին գալիս է կենտրոնական բանկի կողմից ներկայացված մի ցուցանիշը, թյուր կարծիքի մեջ որ սա բացասական չի անդրադառնա մեր տնտեսությանը, որովհետև մենք առաջինը պետք է հասկանանք, որ շատ ճյուղեր, օրինակ ձկնաբուծությունը, որ այս պահին եկամուտ չստանա, կարող է սնանկ ճանաչել եւ հաջորդ սեզոններին ոչ ֆինանսական միջոցներ ունենա, որ մոտիվացիա, որպեսզի շարունակի ձուկ արտադրել։ Դա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրը պետք է հասկանանք, որ մեր տնտեսության վերջին տարիների զգալի տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ռուսական գործոնով, ինչպես նշեցի, որտեղ եւ կապիտալի աճն է մեծացել Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի ֆինանսական միջոցների ներհոսքը եւ աշխատուժի եւ կապերն են ավելի ամրապնդվել, այսինքն այս պահին Հայաստանի Հանրապետության կապերը Ռուսաստանի Դաշնության հետ էլ ավելի մեծ են, քան 2018 թվականին եւ այս պահին մեզ ավելի ցավոտ կլինի Ռուսաստանից հրաժարվել, քան 2018 թվականին էր եւ
Սա հետո եւ հաջորդ եւ հատկապես որ այս պահին ոնց որ նշեցի ֆինանսական ոլորտը անկում է ապրել եւ չունենք մենք այն տնտեսական բարձիկը ֆինանսական որպեսզի մեղմենք այս ազդեցությունը